Փաստորեն 4 տարվա վաղեմության գործ են իրադարձություն են հիշել, ինչ կարող եք ասել, ինչու հիմա, հա? Իմ շատ սիրելի լրագրող գործընկերներ, անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ վստահ եղեք, որ լրագրողի նկատմամբ ցանկացած նման իրավիճակում ես եւս պատրաստ եմ, շատ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին։ Այս բանի նախաքննության փուլ է, իհարկե շատ բան չենք կարող հայտնել, հարգելով օրենքը, կարգը, միայն այն է հասկանալի, որ իմ գործունեությունը իրականացնելու համար մասնագիտական ես փաստորեն կարող եմ լինել մեղադրյալի կարգավիճակում, բնականաբար այն ինչ առաջադրված է որպես մեղադրանք, ես ի պաշտոնե ասել եմ, որ հրաժարվում եմ, այսինքն չեմ ընդունում իմ առջև դրված մեղադրանքը եւ լիահույս եմ, որ դատարանը արդար վճիռ որոշում կկայացնի, այս պահին խափանամիջոցի հարցն էր քննվում, դատարանը կվերադառնա, եթե չեմ սխալվում, որոշ ժամանակ հետո կվերադառնա։ Գործունեության որ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ մեղադրանքի մեջ ինչ են գրել, ինչ հիմքով է։ Լիա ջան, այս բանին, քանի որ նախաքննության փուլը է, ես չեմ կարող շատ հստակ մանրամասներ ասել, տարիներ առաջվա տեղ ունեցած առաջվա քննչականը արդեն ասել է ձեզ մեղադրում են զանգվածային անկարգությունները կազմակերպելուն, օժանդակելուն մեջ, այս առումով ինչ կարող եք ասել։ Փաստորեն ստացվում է, եթե դուք այդ իրադարձությունը լուսաբանում եք, ցույց եք տալիս, թե ինչպես են ողջունում Նիկոլ Փաշինյանին, դուք դրան օժանդակում եք։ Ես նման եմ, չգիտեմ, անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի։ Իհարկե այս ամեն ինչը ես որակում եմ միայն զավեշ, չգիտեմ, առավոտվանից եմ, որ հիացած ման եմ գալիս։ Արագ ստացվեց, երբ է առաջադրվել, ոնց իմացաք, այսինքն մենք բոլորս չգիտենք, որ ինչ-որ գործ կա, որով դուք անցնում եք։ Ես էլ եմ իհարկե վերջերս իմացել այս ամեն ինչի մասին, այն որ լրագրողները թիրախում են, Անի ջան, դուք եւս շատ եք եղել Սյունիքում, եղել եք Իրանցում, ձեզ նույնպես քաշքշել են, Լիա ջան, դուք եւս, այսինքն այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, այս իշխանությունների օրոք այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, եւ հույս ունենանք, որ չգիտեմ, թող ինձանով սահմանափակվի, թող լրագրողները իսկապես ազատ աշխատանք ունենան, ինչի մասին մենք այս վերջին շրջանում շատ խոսում ենք։ Վերջին հարցազրույցում Ալեն Սիմոնյանը հիշել էր այդ օրը եւ ասել էր ընդդիմադիր լրագրողներից մեկը Փաշինյանը ձեզ փորձել է օգնել, ինչ-որ ոտքի մասի եւ այլն, ձեր անունը իհարկե չի տրվել, բայց այդտեղ քան որ դուք եք եղել, դրա համար եմ ասում, Ալեն Սիմոնյանը հենց ձեզ էր հիշում։ Եթե նկատի ուներ այն հայտնի դեպքը, երբ ես փորձում էի Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանին, այդ հարցերը անպատասխան էին մնում, երբ այլ հարցեր է եւս ուզում տալ, այդ ժամանակ Մանե Գևորգյանը մոտեցավ, ասեց այն հեռուստաընկերություններում, որտեղ դուք աշխատում եք, երբ որ այդտեղից դուրս գաք, ինքը նոր ձեր հարցին կպատասխանի, հետո ինչ որ sense քաշքշուկ ստեղծվեց, ինչի հետևանքով արդյունքում ես ընկա, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, ես նաեւ բացի լրագրողից ես նաեւ կարող եմ ունենալ ներքին համոզմունքներ ունենալ հայացքներ եւ կարող եմ մարդկանց նաեւ թույլ չտալ, որ ինձ մոտենան, Նիկոլ Փաշինյանը բացառություն չէր, ես թույլ չեմ տվել իրեն, որ ինձ օգնի, հավանաբար այդ դեպքի մասին է խոսում։ Իսկ մտավախություն չկա, որ ոչ միայն դրա, այսինքն դա է եղել հիմքը, բայց այն որ դուք նաեւ սրբազան պայքարը ակտիվ լուսաբանող եք նաեւ, դա լինի։ Կամավորության սկզբունքով այո, ես նաև ակտիվ սրբազան պայքար եմ լուսաբանել եւ նաև մտածում եմ, որ գուցե առհասարակ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին դեմ լինելը, Հայաստանի վերաբերյալ, էլ չխոսենք մեր հայկական երկրորդ հանրապետության, Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ իրադարձությունները, ինչին որ ես որպես հայ, որպես քաղաքացի դեմ եմ եւ նաեւ ասում են որպես դեմ լրագրողներ եւ այլն, սա նաեւ դրանով է ինչ որ գուցե եւ պայմանավորված, որ ճակատենում, սև լճում, ներքին հանդում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մտահոգիչ զիջումների վերաբերյալ առաջին հանրությունը ձեր ռեպորտաժներից է տեղեկացել, այդ ռեպորտաժների ընթացքում ձեզ նաև կարծեմ երկու դեպքով բերման են ենթարկվել, մեկը հստակ հիշում է ներքին հանդի ժամանակ, այսինքն նոր չէ, որ այս իշխանությունների թիրախում եք հայտնվել։
Ես կարծում եմ Անի ջան, շատ ճիշտ եք նկատել, դու եւս դրան շատ մեծ մասնակից ես եղել։ Ես ուղղակի մի հարց ունեմ, օրինակ, ես իհարկե ոչ մեկին չեմ ուզում թիրախավորել, բայց դեպքեր եղան, երբ մենք տարբեր մեր իշխանական լրատվականներից օրինակ տեսանք, որ գալիս են եւ ասում են օրինակ կապան ճակատենը անվտանգ է եւ այլն եւ հաջորդ օրը մենք անմիջապես գնում ենք հանձնում ենք լուսաբանում։ Ուզում հասկանամ ինչն է խնդիրը, որ այն մարդիկ ովքեր ռոպագանդա են անում, որ ամեն ինչ մենա չի հանձնվելու, այդ օրինակ սուտ լուր տարածելու համար այդ մարդիկ, չգիտեմ, օրինակ չեն կանչվում, վկա չեն իրում միջոցգործի կամ մեղադրանք չի առաջադրվում։ Լուսաբանել եմ առաջինը եւ որքան առողջությունս, որքան կամքս, որքան էմոցիոնալ դաշտս ցույց է տալիս, ես փորձելու եմ լուսաբանել եւ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտություն է ուղղակի լինելը, որովհետեւ սա պատմություն է, վատ իմաստով է պատմություն։ Եվ ընդմիջում է հայտարարել։ Այո, այսօր հավանաբար կհրապարակվի խափամամիջոցի Փակտ է։ կարծում եմ փակ։ Իսկ դուք ինչ եք կարծում, կալանքի կտանը, թե այն ամենը։ Չէ, կալանքի վարչական հսկողություն, որը իրանից սահմանափակումներ է ենթադրում, Չէ, բայց տանից դուրս չգա, ինչ-որ ժամանակ։ հստակ, քանի որ նախաքննության փուլը ես տերմինների մի փոքր խուսափում եմ տալ, բայց մոտավոր այդպես։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ եկել եք։